Աստված ամեն օր խոսում է քեզ հետ, բայց ինչ է դա իրականում նշանակում։ Ինչպես ճանաչել նրա ձայնը, երբ քո միտքը լցված է բազմաթիվ մտքերով։ Ինչպես առանձնացնել Աստծո առաջնորդությունը քո սեփական զգացմունքներից, վախերից կամ կասկածներից։ Եթե երբևէ պայքարել ես դրա հետ, հավատա, դու մենակ չես։ Գուցե նստել ես լռության մեջ, սպասելով, հույս ունենալով, որ ինչ-որ բան կլսես։ Գուցե կանգնել ես կարևոր որոշման առջև և աղոթել ես. Աստված, ցույց տուր ինձ, թե ինչ անել։ Բայց ավելի շատ շփոթված ես զգացել։ Գուցե եղել են պահեր, երբ մտածել ես, թե ինչ-որ բան ես լսել, բայց վստահ չես եղել։ Սա Աստված է, թե պարզապես իմ մտքերն են։ Իսկ եթե ընդհանրապես Աստված չէ։ Սա հավատացյալների ամենատարածված դժվարություններից մեկն է։ Ինչպես հասկանալ, որ Աստված է խոսում։ Հենց դրա համար էլ մենք ստեղծել ենք այս ուղեցույցը։ Մենք ձեզ տեսություններ կամ ընդհանուր խորհուրդներ չենք տա։ Մենք ուղղակիորեն կդիմենք Սուրբ Գրքին, որտեղ կքննարկենք 10 մարդու, ովքեր լսել են Աստծո ձայնը, ինչպես են լսել, ինչպես են հասկացել, որ դա նա է, եւ ինչ դասեր կարող ենք քաղել նրանց փորձից։ Դուք կտեսնեք, որ Աստված բոլորի հետ նույն կերպ չի խոսում։ Երբեմն նրա ձայնը բարձր է, երբեմն հանգիստ, երբեմն լիովին անսպասելի, բայց մի բան հաստատ է, հարցն այն է, թե արդյոք դուք կարողանում եք դա ճանաչել։ Այս տեքստի վերցում մենք հույս եւ աղոթք ունենք, որ դուք ավելի մեծ պարզություն եւ վստահություն կստանաք, թե երբ է իսկապես Աստված խոսում։ Որովհետեւ Աստված չի ուզում, որ դուք շփոթության մեջ լինեք։ Նա ուզում է, որ դուք ճանաչեք նրա ձայնը։ Նա ուզում է, որ դուք ապրեք այնպիսի հավատով, որ երբ նա խոսի, ոչ միայն լսեք, այլև հնազանդվեք։ Մենք ստեղծել ենք մանրամասն բացատրություններ Բիբլիայի յուրաքանչյուր գրքի համար, օգնելու ձեզ խորացնել ձեր հավատն ու Աստծո հետ ձեր ընթացքը։ Բիբլիայի յուրաքանչյուր պատմությունը բացատրվում է պարզ, հասկանալի եւ խորապես աստող ձևով։ Եվ այսպես, եկեք սկսենք։ Մինչ մենք անցնում ենք դրա միջով, մենք ուզում ենք լսել ձեզ։ Երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ, իսկապես այն ինչ լսում եմ Աստծուց է, թե պարզապես իմ մտքերն են։ Գրեք ստորև մեկնաբանություններում, մենք ուզում ենք իմանալ ձեր փորձը։ Դաս 1. Դուք չեք ճանաչի Աստծո ձայնը, եթե չեք սովորել լսել նրան։ Ոչ մի պատմություն ավելի լավ չի պատկերացնում դա, քան Սամուելի պատմությունը։ Պատկերացրեք պարկած եք անկողնում, սենյակը մթության մեջ է, տաճարը լուռ է։ Դուք հենց նոր եք սկսում քնել, երբ հանկարծ լսում եք, որ ինչ-որ մեկը ձեզ անունով է կանչում։ Ոչ մտքերով, ոչ որպես միտք, իսկական ձայն։ Սամուել, ձեր սիրտը ավելի արագ է բաբախում։ Բացում եք աչքերը, նստում եք, շուրջը նայում եք։ Ո՞վ է ասել դա։ Միակ դրամաբանական բացատրությունը Ելի քահանայապետն է, ում ծառայում եք։ Դուք վեր եք կենում եւ գնում եք նրա մոտ։ Ահա ես, դու կանչեցիր ինձ։ Բայց Ելին զարմացած նայում է ձեզ։ Ես քեզ չեմ կանչել, գնա քնիր։ Դուք դեռ հուզված եք, բայց վերադառնում եք եւ պարկում։ Եվ հետո դա կրկնվում է նորից։ Սամուել, դուք նորից վազում եք Ելիի մոտ եւ նա նորից ասում է, որ չի կանչել։ Երրորդ անգամ Ելին հասկանում է այն, ինչ Սամուելը չի հասկացել։ Սա Աստված է խոսում։ Եվ վերջապես Սամուելին տրվում է այն խորհուրդը, որը ամեն ինչ փոխում է։ Եթե նորից կանչի քեզ, ասա. Խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է։ Եվ հենց այդպես էլ լինում է։ Ձայնը նորից կանչում է։ Բայց այս անգամ Սամուելը չի վազում Ելիի մոտ։ Նա մնում է տեղում եւ ասում է. Խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է։ Այդ պահը դարձավ Սամուելի կյանքի սկիզբը որպես մարգարե։ Նա ոչ միայն մեկ անգամ լսեց Աստծուն։ Այդ օրվանից նա գիտեր, թե ինչպես ճանաչել Աստծո ձայնը։ Ինչու Սամուելը առաջին անգամ չճանաչեց Աստծո ձայնը։ Չափազան չափահաս էր, չափահաս շեղված։ Պատասխանը ուղղակիորեն առաջին թագավորած 3-րդ գլխում է։ Սամուելը դեռ չէր ճանաչում Տիրացը, եւ Տիրոջ խոսքը դեռ չէր բացվել նրան։ Սամուելը երբեք առաջ չէր լսել Աստծո ձայնը, ուստի չճանաչեց այն։ Սա նույն պատճառն է, որի համար շատերս այսօր դժվարանում ենք լսել Աստծուն։ Ոչ թե նա չի խոսում, ոչ թե հեռու է, այլ որովհետև մենք չենք սովորել ճանաչել նրա ձայնը։ Մտածեք դրա մասին իրական կյանքում։ Պատկերացրեք գտնվում եք մարդաշատ սենյակում, որտեղ բոլորը խոսում են։ Ձայները ծածկում են միմյանց, խոսակցությունները խառնվում են, բայց հանկարծ այդ աղմուկի մեջ լսում եք, որ ինչ-որ մեկը ձեզ անունով է կանչում։ Եվ ոչ թե պատահական մեկը, դա մտերիմ ընկերն է կամ ընտանիքի անդամը։ Ձեզ պետք չէ շրջվել, որպեսզի հասկանաք, թե ով է դա։ Դուք պարզապես գիտեք, որովհետև այդ ձայնը այդքան շատ անգամ եք լսել, որ անմիջապես ճանաչում եք այն։ Բայց եթե ձեզ անծանոթ մեկը կանչեր, դուք չէիք ճանաչի նրա ձայնը։ Ոչ թե նա անպարզ էր խոսում, այլ որովհետև դուք բավարար ժամանակ չեք անցկացրել նրա հետ, որպեսզի ճանաչեք նրա ձայնը։ Սամուելին պետք եղավ Ելին, որպեսզի բացատրի, թե ինչ է կատարվում, բայց հենց որ հասկացավ, այլևս չսխալվեց։ Նա սովորեց ճանաչել օրինաչափությունը, տոնը, այն ձևը, որով Աստված խոսում է։ Եվ ձեզ էլ պետք է նույնն անել։
Ինչպես մարզել ձեր հոգևոր ականջները, որպեսզի ճանաչեք Աստծո ձայնը։ Անցկացրեք ժամանակ նրա խոսքում։ Աստծո ձայնը միշտ կհամապատասխանի նրա բնավորությանը։ Եթե չգիտեք, թե ինչ է ասում նրա խոսքը, դուք չեք իմանա, թե ինչպես է հնչում նրա ձայնը։ Պատկերացրեք, որ փորձում եք սովորել նոր լեզու։ Եթե երբեք չեք ընկղմվում դրա մեջ, չեք ուսումնասիրում, չեք լսում, ինչպես եք ճանաչի այն, երբ ինչ-որ մեկը խոսի։ Նույնն է Աստծո ձայնի հետ։ Որքան շատ ժամանակ անցկացնեք Սուրբ գրքում, այնքան ավելի ծանոթ կդառնա նրա ձայնը։ Զարգացրեք աղոթքի սովորություն, լսելու։ Հաճախ մենք աղոթում ենք այնպես, կարծես ձայնային հաղորդագրություն ենք թողնում Աստծուն։ Մենք խոսում ենք, խնդրում, ասում ամեն եւ գնում առաջ։ Բայց ինչ եթե Աստված ուզում է պատասխանել։ Ինչ եթե դուք չեք լսում նրան, որովհետև չեք դադարում խոսել, որպեսզի լսեք։ Սամուելին պետք է լռել եւ ասել. «Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է»։ Նույն դիրքորոշումը լռության եւ սպասման պահանջվում է։ Եթե իսկապես ուզում եք լսել Աստծուն, սովորեք հոգևոր առաջնորդներից։ Սամուելն ուներ ելին։ Ով ունեք դուք։ Ով է ձեր կյանքում լավ ճանաչում Աստծո ձայնը եւ կարող է օգնել ձեզ ճանաչել այն։ Երբեմն կարող եք ինչ-որ բան լսել Աստծուց, բայց ձեզ պետք է իմաստուն խորհուրդ հաստատելու համար։ Երբեմն կարող եք ձեր մտքերը ընդունել որպես Աստծո, եւ ձեզ պետք է մեկը, ով կուղղորդի ձեզ։ Գտեք մարդկանց, ովքեր ուժեղ են հավատքով, փորձ ունեն Աստծուն լսելու եւ սովորեք նրանցից։ Կիրառեք հնազանդություն։ Որքան ավելի շատ եք արձագանքում Աստծո ձայնին, այնքան ավելի պարզ է դառնում այն։ Եթե Աստված ասում է, իսկ դուք անտեսում եք, ձեր հոգևոր ականջները թուլանում են, բայց եթե արձագանքում եք, եթե հավատքով քայլ եք անում, եթե գործում եք նրա խոսքերի համաձայն, դուք սկսում եք ավելի արագ եւ վստահ ճանաչել նրա ձայնը։ Սամուելի պատմությունը մեզ սովորեցնում է կարևոր ճշմարտություն։ Աստված ուզում է խոսել ձեզ հետ։ Նա չի փորձում թաքնվել, բայց եթե երբեք նախկինում հստակ չեք լսել նրան, կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի սովորեք ճանաչել նրան։ Եվ դա նորմալ է։ Սամուելն էլ անմիջապես ամեն ինչ չհասկացավ, բայց հենց որ սովորեց, այլևս երբեք չկորցրեց Աստծո ձայնը։ Եվ հիմա հարց ձեզ. Քանի անգամ Աստված ձեզ անունով կանչեց, բայց դուք նրա ձայնը ընդունեցիք որպես ուրիշ բան։ Քանի անգամ նա խոսեց, իսկ դուք հեռացաք համարելով դա պատահական միտք։ Գուցե սա ձեր պահն է, ձեր ելիի պահը, երբ հասկանում եք, որ դա Աստված էր ամբողջ ժամանակ։ Գուցե հիմա ժամանակն է դադարել վազել ուրիշ ձայների մոտ պատասխանների համար եւ փոխարենը կանգ առնել եւ ասել. «Խոսիր, Տեր, որովհետեւ քո ծառան լսում է»։ Եթե ունեք պահ, երբ հարցրել եք, սա Աստված էր խոսում ինձ հետ, գրեք դրա մասին ստորև մեկնաբանություններում, որովհետև սովորել ճանաչել Աստծո ձայնը ոչ միայն անձնական ճանապարհորդություն է, այլ այն, ինչով մենք միասին աճում ենք։ 12. Աստված միշտ չէ, որ խոսում է այնպես, ինչպես դուք եք սպասում։ Եթե մտածում եք, որ Աստված խոսում է միայն որոշակի ձևով, բարձր ձայնով, երազով, ակնհայտ նշանով, դուք կարող եք ամբողջությամբ բաց թողնել նրան, երբ նա ընտրի խոսել այլ կերպ։ Ոչ ոք ավելի լավ չհասկացավ դա, քան Մովսեսը։ Մովսեսը չէր փնտրում Աստծուն, երբ լսեց նրան։ Նա լեռան վրա չէր, պահքի մեջ չէր, խորաղոթքի մեջ չէր։ Նա զբաղված էր բոլորովին սովորական բանով, հոտ էր արածեցնում անապատում։ Նրա կյանքը մտել էր հանգիստ առօրյայի մեջ։ Տասնամյակներ էին անցել այն օրվանից, երբ փախել էր Եգիպտոսից։ Նա այլևս արքայազն չէր, այլևս չէր մտածում իսրայելացիների մասին։ Նա պարզապես հովիվ էր անապատում։ Եվ այնուամենայնիվ Աստված հստակ գիտեր, թե որտեղ գտնել նրան։ Մի օր ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Մորենին այրվում էր, բայց չէր այրվում։ Կրակ կար, բայց տերևները մոխիր չէին դառնում։ Դա տարօրինակ էր, անսովոր, այնինչ նա երբեք առաջ չէր տեսել։ Մովսեսն ուներ ընտրություն։ Կարող էր անտեսել, մտածել տարօրինակ է եւ շարունակել գնալ, բայց նա դա չարեց, կանգ առավ, շրջվեց, սկսեց ուսումնասիրել։ Եվ այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Երբ Մովսեսը մոտեցավ մորենուն, Աստված կանչեց նրան անունով. «Մովսես, Մովսես»։ Եվ հենց այնտեղ, ինչ-որ բանի առջև, որը լիովին անսպասելի էր, Մովսեսը հանդիպեց կենդանի Աստծուն։ Եկեք վերլուծենք դա։ Մովսեսը Աստծուն չլսեց տաճարում, ոչ երազում, ոչ աղոթքի ժամանակ։ Նա լսեց Աստծուն ինչ-որ անսպասելի, անսովոր բանի միջոցով, որը առանձնանում էր սովորական օրվա մեջ։ Եվ եթե ուշադրություն չդարձներ, կբաց թողներ դա։ Քանի անգամ մենք նույնն ենք անում։ Քանի անգամ մենք բաց ենք թողնում Աստծուն, որովհետև նա խոսում է ոչ այնպես, ինչպես մենք ենք սպասում։ Գուցե սպասում եք նշանի երկնքում, բայց Աստված խոսում է աշխատանքի ժամանակ պատահաբար լսած խոսակցության միջոցով։ Գուցե սպասում եք երազի, բայց Աստված խոսում է քարոզի միջոցով, որը այս անգամ հատկապես դիպավ ձեր սրտին։ Գուցե սպասում եք բարձր, ակնհայտ պատասխանի, բայց Աստված խոսում է առավոտյան խորհրդացության լռության մեջ։ Մովսեսի պատմությունը մեզ սովորեցնում է, որ Աստված միշտ խոսում է, բայց արդյոք մենք կնկատենք, երբ նա դա անում է։ Ինչպես մնալ բաց անսպասելի ձևով լսելու համար։ Դանդաղեցրեք, որպեսզի նկատեք։
Մովսեսը չէր շտապում, նա անապատում էր, հեռու շեղող գործոններից, լիովին գիտակցում էր իր շրջապատը։ Երբ հայտնվեց այրվող մորենին, նա ուշադրություն ունեցավ կանգ առնելու եւ նայելու համար։ Բայց այսօր մեր աշխարհն այնքան արագ եւ աղմկոտ է, որ մենք հազվադեպ ենք կանգ առնում նկատելու, երբ Աստված փորձում է գրավել մեր ուշադրությունը։ Մտածեք, թե քանի անգամ դուք այնքան զբաղված եք եղել, որ անտեսել եք այն պահը, երբ Աստված կարող էր խոսել։ Դուք շտապում եք ձեր օրվա միջով, սթրեսի մեջ աշխատանքից, թերթում եք սոցցանցերը, եւ ինչ որ փոքր անսովոր բան գրավեց ձեր ուշադրությունը։ Գուցե դա երգ էր, որը հնչեց ճիշտ պահին, գուցե տող, որը հայտնվեց ձեր լրահոսում, գուցե պատահական միտք, որը դիպավ ձեր սրտին, եւ հնարավոր է դա Աստված էր։ Բայց դուք չափազանց զբաղված էիք, որպեսզի կանգ առնեք։ Պատրաստ եղեք լսելու, նույնիսկ եթե դա անհարմար է։ Երբ Աստված խոսեց մորենուց, դա պարզապես ողջույն չէր, դա հանձնարարություն էր վերադառնալ Եգիպտոս եւ ազատել ժողովրդին։ Մովսեսը ոգևորված չէր դրանից։ Նա ուներ արդարացումներ, վախեր, կասկածներ։ Նա բառացիորեն փորձում էր վիճել Աստծու հետ։ Ես հառետոր չեմ։ Ինչ եթե նրանք ինձ չհավատան։ Ուղարկիր մեկ ուրիշին։ Բայց Աստված չփոխեց իր պատգամը միայն այն պատճառով, որ Մովսեսին անհարմար էր։ Երբեմն մենք ուզում ենք լսել Աստծուն, բայց միայն եթե դա այն է, ինչ մեզ դուր է գալիս։ Մենք ուզում ենք, որ Աստված հաստատի այն, ինչ արդեն ուզում ենք անել, այլ ոչ թե մեզ հրահրի դեպի ինչ-որ դժվար բան։ Բայց ինչ եթե դուք չեք լսում Աստծուն, որովհետև նա արդեն խոսել է, բայց ձեզ դուր չի եկել պատասխանը։ Վստահեք, որ եթե Աստված խոսում է, նա կհարթի ճանապարհը։ Մովսեսի ամենամեծ վախը այն էր, որ ինքը որակավորված չէ, որ ինքը այդ մարդը չէ, որ չի կարողանա անել այն, ինչ Աստված խնդրում է։ Եվ Աստծո պատասխանը՝ ես քեզ հետ կլինեմ։ Աստված երբեք չի խոստացել Մովսեսին, որ հեշտ կլինի։ Նա չի խոստացել, որ Մովսեսը չի վախենա։ Նա նույնիսկ չի քննարկել Մովսեսի անվստահությունը։ Նա պարզապես խոստացավ իր ներկայությունը։ Որովհետև վերջին հաշվով, երբ Աստված ասում է, գործը ոչ թե նրանում է, թե դուք ինչ կարող եք անել, այլ նրանում, թե նա ինչ կանի ձեր միջոցով։ Եվ հիմա վերադառնանք ձեզ։ Ուր է ձեր այրվող մորենին, որ Աստված օգտագործում է ձեր ուշադրությունը գրավելու համար։ Գուցե դա իրավիճակ է, որը դուք չեք կարող անտեսել։ Գուցե խոսակցություն, որը անընդհատ վեր է ելնում։ Գուցե տող, որը կրկին ու կրկին հայտնվում է ձեր կյանքում։ Գուցե դա բեռ է ձեր սրտում, որը չի անցնում։ Աստված խոսում է ոչ միայն բարձր գրամատիկ պահերում, նա խոսում է նուրբ, անսպասելի ձևերով։ Բայց եթե դուք չեք փնտրում նրան, կարող եք բաց թողնել նրան։ Ահա մարտահրավեր։ Ինչ եթե Աստված ամբողջ այս ժամանակ խոսում էր ձեզ հետ, բայց դուք բավականաչափ երկար չեք կանգ առել, որպեսզի լսեք։ Մովսեսի կյանքը փոխվեց այն պահին, երբ նա շրջվեց եւ ուշադրություն դարձրեց։ Կանեք դուք նույնը, եթե ունեցել եք պահ, երբ մտածել եք, կարծես Աստված փորձում է գրավել իմ ուշադրությունը, բայց վստահ չեմ։ Գրեք դրա մասին մեկնաբանություններում, որովհետև առաջին քայլը դեպի Աստծուն հստակ լսելը սկսել ուշադրություն դարձնել այն ձևերին, որոնցով նա հնարավոր է արդեն խոսում է։ Դաս 3. Աստծո ձայնը հաճախ ավելի հանգիստ է, քան մենք սպասում ենք։ Մենք փնտրում ենք նրան դրամատիկ, ակնհայտ, բարձր պահերում, որոնք ցնցում են աշխարհը, բայց ամենից հաճախ նա խոսում է լռության մեջ։ Ոչ ոք ավելի լավ չի հասկացել դա, քան Եղիան։ Եղիան հենց նոր էր տարել իր կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկը։ Նա դիմակայել էր Բահաղի 450 մարգարեներին, կանչել էր կրակ երկնքից եւ ապացուցել մեկ ընդմիշտ, որ Յահվեն է ճշմարիտ Աստվածը։ Բայց տոնակատարության փոխարեն Եղիան հայտնվեց փախուստի մեջ իր կյանքի համար։ Թագուհի Եզաբելը ուզում էր նրա մահը եւ վախը պատել էր նրան։ Նա փախավ անապատ, նստեց ծառի տակ եւ ասաց Աստծուն, որ պատրաստ է մեռնել։ Բավական է Տեր, վերցրու իմ կյանքը։ Նա հյուծված էր, հիասթափված, այրված։ Աստծո պատասխանը։ Նա չհանդիմանեց Եղիային թուլության համար, չասաց վեր կաց, վերցրու քեզ ձեռք։ Փոխարենը նրան հանգիստ տվեց, ապահովեց սնունդ եւ ջուր, ապա ամրացնելով նրան կանչեց հանդիպման։ Եղիան գնաց Հորեբ լեռը եւ թաքնվեց քարանձավում։ Եվ ապա Աստված ասաց նրան. «Ել եւ կանգնիր լեռան վրա Տիրոջ առջև, որովհետեւ Տերը կանցնի կողքով»։ Եղիան հավանաբար սպասմանալիք զգաց։ Նա պատրաստվում էր ուղղակիորեն լսել Աստծուն։ Դա պետք է հզոր լիներ։ Ապա հզոր քամի անցավ լեռներով, քարերը ճեղքվեցին, երկիրը դողաց, բայց Աստված քամու մեջ չէր։ Ապա երկրաշարժը ցնցեց երկիրը նրա տակ, հզոր ուժի դրսևորում, բայց Աստված երկրաշարժի մեջ չէր։ Ապա նրա առջև բորբոքվեց կրակ, նույն կրակը, որը կուլ է տալիս ամեն ինչ իր ճանապարհին, բայց Աստված կրակի մեջ չէր։ Եվ ապա ամբողջ աղմուկից հետո, ամբողջ խառնաշփոթից հետո հնչեց շշնջոց, նուրբ հանգիստ շշնջոց, եւ հենց այնտեղ էր Աստված։ Կանգ առեք եւ մտածեք դրա մասին։
Եղիան հենց նոր էր տեսել կրակ երկնքից լեռան վրա կարմելում։ Նա տեսել էր, թե ինչպես է Աստված գործում մեծ անհերքելի ձևերով, բայց երբ նրան անձնական խոսք էր պետք, երբ նրան հարմարավետություն, առաջնորդություն եւ պարզություն էր պետք, Աստված չհայտնվեց ամփոփում, նա հայտնվեց լռության մեջ։ Սա նույն սխալն է, որ շատերս ենք անում, փորձելով լսել Աստծո ձայնը։ Մենք մտածում ենք, որ եթե Աստված պատրաստվում է խոսել, դա պետք է ինչ-որ դրամատիկ բան լինի։ Նշան երկնքում, երազ, որը կցնցի մեզ, մարգարեական խոսք ինչ-որ մեկից, ինչ-որ անհերքելի բան։ Բայց ինչ եթե Աստված ամբողջ այս ժամանակ խոսում էր, իսկ մենք պարզապես չափազանց շեղված ենք, որպեսզի լսենք նրան։ Մտածեք մեր կյանքի մասին այսօր։ Աղմուկը ամենուր է։ Մենք արթնանում ենք եւ դեռ անկողնուց չվեր կենալով ստուգում ենք հեռախոսը։ Մենք լցնում ենք ամեն պահ զվարճանքներով, պոդքասթներ, երաժշտություն, սոցցանցեր անverջ ոլորում։ Մենք շտապում ենք մի գործից մյուսը, միշտ զբաղված, միշտ մտածող, միշտ շեղված, եւ ապա զարմանում ենք, ինչու չեմ լսում Աստծուն։ Գուցե խնդիրը ոչ թե այն է, որ Աստված չի խոսում։ Գուցե խնդիրը այն է, որ մենք այնքան շատ աղմուկ ենք ստեղծել մեր կյանքում, որ չենք կարողանում լսել շշնջոցը։ Ինչպես ստեղծել տարածք Աստծո ձայնի համար։ Ընդունեք լռությունը։ Երբ էր վերջին անգամ, որ նստել եք լիակատար լռության մեջ, առանց հեռախոսի, առանց ֆոնային երաժշտության, առանց ծանուցումների, միայն դուք եւ Աստված։ Մեզանից շատերի համար դա հազվադեպ է, բայց եթե մենք երբեք չենք ստեղծում տարածք լռության համար, մեզ դժվար կլինի լսել Աստծուն։ Սաղմոս 46:10 ասում է. «Կանգ առեք եւ իմացեք, որ ես Աստված եմ»։ Մի եղեք զբաղված, մի եղեք արտադրողական։ Մի լսեք քարոզ միաժամանակ մի քանի գործ անելով։ Կանգ առեք, որովհետև հենց լռության մեջ է, որ Աստված խոսում է։ Նվազեցրեք աշխարհի ձայնը։ Ոչինչ վատ չկա շոուներ դիտելու, երաժշտություն լսելու կամ մշակույթի մեջ ներգրավված լինելու մեջ, բայց եթե այդ բաները մշտապես լցնում են ձեր միտքը, դրանք կհանգցնեն Աստծո ձայնը։ Մտածեք խոսակցության մասին մարդաշատ սենյակում։ Եթե ֆոնային աղմուկը չափազանց բարձր է, դուք դժվարությամբ կլսեք ձեր առջև կանգնած մարդուն։ Դուք կլսեք աղմուկը, բայց ոչ պարզությունը։ Նույնը տեղի է ունենում հոգևոր առումով։ Եթե ձեր կյանքը լի է մշտական աղմուկով, բացասականությամբ եւ աշխարհիկ շեղումներով, ապա նույնիսկ երբ Աստված խոսում է, նրա ձայնը կհանգցվի մնացած ամեն ինչով։ Հիսուսը հաճախ հեռանում էր մեկուսի վայրեր աղոթելու համար։ Ինչու՞։ Որովհետև նույնիսկ Աստված լինելով, նա գիտեր լռության եւ մենակության կարեւորությունը։ Եթե Հիսուսին պետք էր հանգիստ ժամանակ հորը լսելու համար, որքան ավելի է դա պետք մեզ։ Դադարեցրեք մտածել, որ Աստված խոսում է միայն մեծ ակնհայտ ձևերով։ Այո, Աստված կարող է խոսել հրաշքների միջոցով։ Այո, նա կարող է խոսել հզոր հանդիպումների միջոցով, բայց եթե մտածում եք, որ սա միակ ձևն է, որով նա խոսում է, դուք կբաց թողնեք նրան։ Գուցե նա խոսում է տողի միջոցով, որը անընդհատ հայտնվում է։ Գուցե նա խոսում է խոր խաղաղության զգացումով որոշման մասին։ Գուցե նա խոսում է համոզմամբ, որը չի անցնում, բայց եթե դուք փնտրում եք միայն երկրաշարժ եւ կրակ, կարող եք բաց թողնել շշնջոցը։ Եղիան սովորեց դա իր փորձից։ Նա մտածում էր, որ իրեն պետք է ինչ-որ դրամատիկ բան, բայց իրականում իրեն պետք էր Աստծո հետ մերձավորությունը, եւ մերձավորությունը չի կառուցվում աղմուկով, այն կառուցվում է լռությամբ։ Եվ հիմա իսկական հարցը. ինչ եթե Աստված ամբողջ այս ժամանակ շշնջում էր ձեզ, բայց դուք սպասում էիք ավելի բարձր բանի։ Ինչ եթե նա արդեն տվել է ձեզ առաջնորդություն, բայց դուք այնքան զբաղված էիք նշան փնտրելով, որ անդեսել եք այն խաղաղությունը, որը նա դրել է ձեր սրտում։ Ինչ եթե նրա պատասխանը ոչ թե մեծ պահում էր, այլ փոքր հանգիստում։ Աստված ոչ միշտ է կրակի մեջ, Աստված ոչ միշտ է երկրաշարժի մեջ, բայց նա միշտ մոտ է։ Եվ եթե մենք սովորենք ընդունել լռությունը, ստեղծել տարածք շշնջոցի համար, մենք կհասկանանք, որ նա խոսում էր ամբողջ այս ժամանակ։ Ահա մարտահրավեր, այս շաբաթ գտեք ժամանակ լռության մեջ լինելու համար, առանց հեռախոսի, առանց շեղումների։ Պարզապես նստեք Աստծո հետ, նույնիսկ եթե սկզբում անհարմար է, նույնիսկ եթե ձեր միտքը շտապում է, որովհետև երբ դուք ստեղծում եք տարածք նրա համար, դուք կսկսեք ավելի պարզ լսել նրան։ Եթե դա արձագանքում է ձեզ մեջ, եթե երբևէ զգացել եք, որ սպասում եք մինչև Աստված խոսի, բայց գուցե պարզապես ճիշտ չեք լսում, գրեք դրա մասին մեկնաբանություններում, եկեք անցնենք դրա միջով միասին։ Դաս 4. Կարող եք խնդրել հաստատում, երբ վստահ չեք, բայց կա տարբերություն հավատքի եւ կասկածի միջև։ Բիբլիայում ոչ ոք ավելի չի պայքարել այդ լարվածության հետ, քան Գեդեոնը։ Գեդեոնի պատմությունը մարդու պատմություն է, ով ուզում էր հավատալ, բայց վախենում էր վստահել։ Սա մարդու պատմություն է, ով լսել է Աստծո ձայնը, բայց վստահ չէր, թե իսկապես նա էր արդյոք։ Եթե անկեղծ լինենք, մենք բոլորս եղել ենք նրա տեղում։ Գուցե դուք ուժեղ հորդոր եք զգացել ինչ-որ բանի նկատմամբ, բայց վստահ չէիք, թե Աստծուց է արդյոք դա։ Գուցե դուք ուղղություն եք զգացել ձեր սրտում, բայց կասկածները շշնջում էին, իսկ եթե դա պարզապես ես եմ,
իսկ եթե սխալվում եմ։ Գուցե դուք ցանկացել եք, որ Աստված ձեզ նշան տա, ինչ որ ակնհայտ, պարզ բան, որպեսզի այլևս չգուշակեք։ Հենց այնտեղ էր Գեդեոնը։ Երբ առաջին անգամ հանդիպում ենք Գեդեոնին դատավորների 6-րդ գլխում, Իսրայելը խառնաշփոթի մեջ է։ Մադիանացիները գրավել են նրանց երկիրը, ավերել են բերքը, թողնելով իսրայելացիներին անհույս եւ անզոր։ Եվ ուր է Գեդեոնը։ Նա թաքնված է, հացահատիկ է մանում խաղողի հնձանում, տեղում, որտեղ երբեք հացահատիկ չեն մանում, որովհետև վախենում է նկատվել։ Եվ ապա Աստված ասում է. հրեշտակը հայտնվում է Գեդեոնի առջև եւ ասում է ինչ որ բան, որը պետք է հնչեր նրա համար անհետ։ Տերը քեզ հետ է, քաջարի զորավար։ Քաջարի զորավար։ Գեդեոնը հավանաբար շուրջը նայեց ստուգելու, թե արդյոք հրեշտակը ուրիշին չի դիմում։ Նա չէր զգում իրեն քաջարի զորավար, նա չէր զգում իրեն առաջնորդ, նա չէր զգում իրեն այն մարդուն, ում Աստված կընտրեր։ Եվ նրա պատասխանը ցույց է տալիս, թե որտեղ էր նրա սիրտը։ Եթե Տերը մեզ հետ է, ինչու է մեզ հետ այս ամենը պատահել։ Գեդեոնը ոչ միայն կասկածում էր իր կոչմանը, նա կասկածում էր հենց Աստծուն։ Բայց Աստված չի հանդիմանում Գեդեոնի կասկածին, նա պարզապես տալիս է նրան առաջադրանք. գնա այն ուժով, որ ունես, եւ փրկիր Իսրայելը։ Եվ ահա Գեդեոնը բախվում է նույն ընտրությանը, որի առջև կանգնում ենք բոլորս, երբ Աստված ասում է. «Կվստահեմ այնինչ հենց նոր լսեցի, թե թույլ կտամ, որ վախն ու կասկածները հետ պահեն ինձ»։ Գեդեոնի առաջին արձագանքը նշան խնդրելն էր։ Նա ասում է հրեշտակին. «Եթե իսկապես գտել եմ բարեհաճություն քո մոտ, ցույց տուր ինձ նշան»։ Նա բերում է զոհը, դնում է քարի վրա, եւ Աստված հրաշալի կերպով վառում է այն։ Դա պետք է բավարար լիներ, այո՞։ Բայց ոչ, երբ Գեդեոնին հանձնարարվում է գլխավորել բանակը մադիանացիների դեմ, նա դեռ վստահ չէ։ Նա դեռ հարցնում է. իսկապես Աստված է ասել դա։ Ճիշտ եմ լսել նրան։ Եվ ապա նա անում է ինչ-որ համարձակ բան, խնդրում է եւս մեկ նշան։ Սա հայտնի պահն է ծածկույթի հետ։ Եթե դու փրկես Իսրայելը իմ ձեռքով ինչպես խոստացար, ահա ես դնում եմ բրդյա ծածկույթը հումնի վրա։ Եթե ցողը լինի միայն ծածկույթի վրա, իսկ ամբողջ հողը չոր լինի, ապա կիմանամ, որ դուք փրկես Իսրայելը իմ ձեռքով։ Եվ Աստված անում է դա։ Ծածկույթը թաց է, հողը չոր։ Բայց Գեդեոնը դեռ վստահ չէ։ Նա խնդրում է եւս մեկ նշան։ Այս անգամ հակառակը. թող ծածկույթը չոր լինի, իսկ հողը թաց։ Եվ կրկին Աստված պատասխանում է։ Արդյոք Գեդեոնը սխալ էր հաստատում խնդրելով։ Պատասխանը եւ այո եւ ոչ։ Ոչ, որովհետև Աստված հասկանում է մեր թուլությունները։ Նա գիտի, որ մենք պայքարում ենք կասկածների հետ։ Նա գիտի, որ մենք ուզում ենք վստահ լինել, նախքան հավատքով քայլանելը։ Եվ նա համբերատար էր Գեդեոնի հետ, ինչպես համբերատար է մեզ հետ։ Բայց այո, որովհետև կա տարբերություն հավատքով հաստատում խնդրելու եւ վախից խնդրելու միջև։ Գեդեոնը ոչ միայն հաստատում էր, թե ինչ է ասել Աստված, նա ժամանակ էր ձգում։ Նա հույս ուներ, որ գուցե Աստված կփոխի կարծիքը, եւ սա հիմնական տարբերությունն է։ Եթե դուք անկեղծորեն փնտրում եք հաստատում, որովհետև ուզում եք հետևել Աստծուն, դա մեկ բան է։ Բայց եթե նշան առ նշան եք խնդրում, որովհետև վախենում եք հնազանդվել, դա հավատք չէ, դա խուսափում է։ Ինչպես հաստատել, թե իսկապես այնինչ լսում եք Աստծուց է, համապատասխանում է արդյոք դա Սուրբ Գրքին։ Աստված երբեք չի հակասի իր խոսքին։ Եթե այնինչ զգում եք հակասում է այնինչ սովորեցնում է Բիբլիան, դա նրանից չէ։ Բերում է արդյոք դա խաղաղություն։ Ոչ այն խաղաղությունը, որը նշանակում է, որ երբեք չեք նյարդայնանա, այլ խոր արմատավորված վստահության զգացում, որ Աստված առաջնորդում է ձեզ։ Եվ խաղաղությունը Քրիստոսի թող իշխի ձեր սրտերում։ Պահանջում է արդյոք դա հավատք։ Աստված հազվադեպ է մեզ կանչում այն բաների, որոնք թվում են անվտանգ եւ հեշտ։ Եթե այնինչ զգում եք, ստիպում է ձեզ աճել, մարտահրավեր է նետում եւ ստիպում ավելի շատ վստահել նրան, դա հաճախ նշան է, որ դա նրանից է։ Բերում արդյոք դա բարի պտուղներ։ Հիսուսն ասաց. «Պտուղներովն եք ճանաչի նրանց»։ Եթե հետևելը, այնինչ լսում եք, տանում է սիրո, ուրախության, խաղաղության եւ հոգեվոր աճի, դա ուժեղ ցուցիչ է, որ դա Աստծուց է։ Աղոթել եք արդյոք դրա համար։ Հաճախ մենք խնդրում ենք Աստծուն հաստատում, բայց չենք կանգնում լսելու նրա պատասխանը։ Գեդեոնը ստացավ հաստատում, որովհետև շարունակում էր փնտրել Աստծուն։ Եթե վստահ չեք ինչ-որ բանի մեջ, միայնակ մի խոսեք դրա մասին։ Աղոթեք, պահք պահեք, փնտրեք Աստծո ներկայությունը։ Վերջին հաշվով Աստված չի փորձում խաբել ձեզ, նա ուզում է, որ դուք իմանաք նրա կամքը։ Բայց հավատքը շարժում է պահանջում։ Ինչ-որ պահի դուք պետք է դադարեցնեք եւս մեկ նշան խնդրելը եւ սկսեք գնալ հնազանդության մեջ։ Եվ հիմա վերադառնանք ձեզ։ Կա ինչ-որ բան, որի մասին Աստված խոսել է ձեզ հետ, բայց դուք դանդաղում եք, որովհետև վստահ չեք։ Խնդրել եք նշան առ նշան, հույս ունենալով, որ Աստված ամեն ինչ ավելի հեշտ կդարձնի, նախքան հավատքով քայլանելը։ Գուցե սա ձեր Գեդեոնի պահն է։
Գուցե Աստված ասում է. «Ես արդեն տվել եմ քեզ հաստատումը, հիմա ժամանակն է գնալու»։ Եթե երբևէ հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ շարունակել եք Աստծուն նշան խնդրել, գրեք դրա մասին մեկնաբանություններում։ Եկեք խոսենք դրա մասին, որովհետև հավատքը ոչ թե անվերջ նշանների սպասումն է, այլ սովորելը վստահել, որ երբ Աստված խոսում է, նա նկատի ունի դա։ Դաս 5-ը ոչ ամեն հոգևոր տեսք ունեցող պատգամ Աստծուց է։ Ոչ ամեն ձայն, որը հոգևոր է հնչում, Աստծուց է գալիս։ Ոչ ամեն մարդ, ով իրեն անվանում է մարգարե, ասում է ճշմարտություն։ Եվ ոչ մի պատմություն Բիբլիայում ավելի հզոր եւ ողբերգական կերպով չի պատկերացնում այս զգուշացումը, քան երիտասարդ մարգարեի պատմությունը 3-րդ թագավորաց 13-ում։ Նրա պատմությունը հնազանդության, խաբեության եւ կործանարար հետևանքների պատմություն է։ Սա զգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ հարցրել են, ինչպես հասկանալ, թե որ ձայներին վստահել։ Որովհետև աշխարհում, որտեղ լի է հովիվներով, մարգարեներով, ուսուցիչներով, ինֆլուենսերներով եւ ինքնահռչակ Աստծո առաքյալներով, ոչ ամեն ձայն տանում է դեպի ճշմարտություն։ Եկեք վերլուծենք նրա պատմությունը։ Աստված երիտասարդ մարգարեին տվել էր հստակ հանձնարարություն՝ գնալ Բեթել, մարգարեանալ կեղծ զոհասեղանի դեմ, որը կառուցել էր թագավոր Երովբովամը, եւ վերադառնալ տուն առանց այդ երկրում ուտելու կամ խմելու։ Ամեն ինչ պարզ էր։ Արա այն, ինչ ասացի։ Մի կանգ առա, մի հետաձգիր, մի ուտիր, մի խմիր։ Եվ սկզբում երիտասարդ մարգարեն արեց ամեն ինչ, ինչպես հրամայեց Աստված։ Նա դիմակայեց թագավոր Երովբովամին, արտասանեց մարգարեությունը։ Եվ երբ թագավորը հրավիրեց նրան մնալ ճաշի, նա մերժեց. «Թեկուս կես թագավորությունը տաս ինձ, ես այստեղ չեմ ուտի եւ չեմ խմի, որովհետեւ Տերը հրամայեց ինձ դա չանել»։ Նա հնազանդվեց Աստծո ձայնին, բայց ապա եկավ խաբեությունը։ Երբ նա հեռանում էր, ծեր մարգարեն լսեց կատարվածի մասին եւ գնաց նրա հետևից։ Նա գտավ երիտասարդ մարգարեին, որը նստած էր ծառի տակ եւ ասաց ինչ-որ բան, որը պետք է զգուշացներ. «Գնա իմ տուն եւ կուտես»։ Երիտասարդ մարգարեն պատասխանեց. «Ինչպես նախկինում, չեմ կարող, որովհետև Տերը հրամայեց ինձ չուտել եւ չխմել այստեղ»։ Եվ ապա ծեր մարգարեն ստեց. «Ես էլ մարգարե եմ, ինչպես դու, եւ հրեշտակն ասաց ինձ բերիր նրան իմ տուն, որպեսի ուտի եւ խմի»։ Եվ դա բավարար եղավ։ Փոխարենը հաստատ կանգնելու, փոխարենը վերադառնալու այն, ինչ Աստված սկզբում ասել էր իրեն, երիտասարդ մարգարեն լսեց սխալ ձայնին։ Նա գնաց այդ ծեր մարգարեի հետ, կերավ, խմեց եւ կնքեց իր ճակատագիրը, որովհետեւ հաջորդ պահին նույն մարգարեն, ով խաբել էր նրան, մարգարեաց նրա դատաստանի մասին։ Նա ասաց երիտասարդ մարգարեին, որ քանի որ նա անհնազանդվել է Աստծո ուղակի հրամանին, նա չի վերադառնա տուն ողջ։ Եվ այդպես էլ եղավ։ Հենց որ նա հեռացավ, առյուծը հանդիպեց նրան ճանապարհին եւ սպանեց նրան։ Կանգ առեք մի պահ։ Երիտասարդ մարգարեն ուներ Աստծուց ուղակի խոսք։ Նա շփոթված չէր, կասկած չուներ, բայց այն պահին, երբ մեկ ուրիշը պնդեց, որ ունի այլ պատգամ, նա անտեսեց այն, ինչ Աստված սկզբում ասել էր, եւ այդ սխալը կյանքի գին ունեցավ։ Սա սարսափելի հիշեցում է, որ ոչ ամեն ձայն, որը բարեպաշտ է հնչում, Աստծուց է։ Մտածեք դրա մասին ժամանակակից աշխարհում։ Այսօր քարոզիչներ, մարգարեներ, քրիստոնյա ինֆլուենսերներ ավելի շատ են, քան երբևէ։ Ոմանք իսկապես օծված են, ոմանք ոչ։ Ոմանք ասում են ճշմարտություն, ոմանք խեղաթյուրում են այն։ Ոմանք տանում են մարդկանց դեպի Աստված, ոմանք դեպի խաբեություն։ Եվ եթե դուք չգիտեք, թե ինչպես ստուգել այն, ինչ լսում եք, կարող եք հայտնվել այնպես, ինչպես այդ երիտասարդ մարգարեն, հավատալով ստին եւ գնալով դեպի կործանում։ Ինչպես ստուգել լսածը եւ խուսափել խաբեությունից։ Միշտ վերադարձեք այն, ինչ Աստված սկզբում ասել է։ Երիտասարդ մարգարեն ուներ Աստծուց հստակ հրաման, բայց երբ մեկ ուրիշ ձայն հակասեց գրան, նա տատանվեց։ Նա չվերադարձավ Աստծուն, չխնդրեց հաստատում, նա պարզապես վստահեց սխալ մարդուն։ Քանի անգամ մենք նույնն ենք անում։ Եթե վստահ չեք, առաջինը գնացեք Աստծուն, աղոթեք, պահք պահեք, իմաստություն խնդրեք, որովհետև Աստված երբեք չի թողնի ձեզ շփոթության մեջ։ Երբեք մի թույլ տվեք, որ ուրիշ մարդու ձայնը փոխարինի Աստծո ձայնին ձեր կյանքում։ Վերջին հաշվով երիտասարդ մարգարեն ուներ ամեն ինչ, ինչ պետք էր Աստծուն հնազանդվելու համար։ Նրան երկրորդ կարծիք պետք չէր, նրան աջակցություն պետք չէր։ Նրան պարզապես պետք էր վստահել այն, ինչ Աստված սկզբում ասել էր։ Եվ հիմա ձեզ ասել է Աստված ձեզ ինչ-որ բան, բայց դուք կասկածում եք ուրիշների ասացի պատճառով։ Անտեսել եք մեղադրանքը, որովհետև ինչ-որ մեկը համոզել է ձեզ, որ դա այդքան էլ կարևոր չէ։ Գուցե սա ձեր պահն է վերադառնալ այն, ինչ Աստված սկզբում ասել է, որովհետև ձայներով լի աշխարհում միակը, որ իսկապես կարևոր է, նրա ձայնն է։ Եթե այս պատգամը արձագանքում է ձեզ մեջ, գրեք մեկնաբանություններում։ Մեզ պետք են հավատացյալներ, որոնք արմատավորված են ճշմարտության մեջ եւ կարողանում են տարբերել Աստծո ձայնն ու խաբեությունը։ 16. Երբեմն Աստված ընդհատում է ձեր կյանքը, երբ դուք ամենակիչն եք սպասում դրան։ Աստված կարող է խոսել նույնիսկ եթե դուք աղոթքի մեջ չեք, եկեղեցում չեք, նույնիսկ եթե չեք փնտրում նրան։ Երբ Աստված որոշում է խոսել, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան ձեր ուշադրությունը գրավելուց։ Սուրբ գրքում ոչ ոք ավելի դրամատիկ կերպով չի հասկացել դա, քան Պողոսը, ով այն ժամանակ դեռ սավուղ էր։ Պատկերացրեք, դուք բացարձակապես վստահ եք, որ ճիշտ գործ եք անում։
Դուք նվիրված եք, գրքոտ, ամեն առավոտ արթնանում եք հստակ առաքելությամբ։ Դուք չեք կասկածում ինքներդ ձեզ, որովհետև 100%-ով վստահ եք, որ ճիշտ եք։ Հենց այդպես էր զգում Սավուղը։ Նրա համար քրիստոնյաները ոչ միայն սխալ էին, նրանք վտանգավոր էին։ Նրանք սպառնալիք էին ամեն ինչի համար, ինչին նա հավատում էր, ամեն ինչի համար, ինչին սովորեցրել էին իրեն։ Նա նրանց տեսնում էր որպես հերետիկոսների, որոնց պետք է կանգնեցնել ցանկացած գնով։ Եվ նա ոչ միայն կողքից նայում էր, գլուխը թափահարելով, նա ակտիվորեն հետապնդում էր նրանց։ Սավուղն ուներ իշխանություն, ուժ, եւ այդ օրը նա ուներ առաքելություն։ Նա գնում էր Դամասկոս պաշտոնական նամակներով, որոնք իրեն թույլտվություն էին տալիս ձերբակալել, բանտ գցել եւ հնարավոր է սպանել Հիսուսի հետևորդներին, բայց նա չգիտեր, որ Աստված պատրաստվում է ավերել այն ամենը, ինչ նա համարում էր ճիշտ։ Երբ Սավուղը մոտենում էր քաղաքին, տեղի ունեցավ ինչ-որ բան՝ լույս, կուրացնող, ցնցող, սարսափելի, բռնկվեց երկնքից, գցեց նրան գետնին, եւ ապա ձայն. «Սավուղ, Սավուղ, ինչու ես հետապնդում ինձ»։ Առաջին անգամ կյանքում Սավուղը լուռ էր։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել էր աստվածաբանություն, վիճել գիտնականների հետ, վստահորեն պաշտպանել իր համոզմունքները, բայց այդ պահին նա չուներ փաստարկներ, չուներ խոսքեր։ Ամեն ինչ կարող էր ասել. «Ով ես դու, Տեր»։ Եվ ապա եկավ պատասխանը, որը փոխեց ամեն ինչ. «Ես եմ Հիսուսը, ում դու հետապնդում ես»։ Սավուղն իր կյանքը հասկացրել էր մտածելով, որ ծառայում է Աստծուն, բայց մեկ ակնթարթում հասկացավ, որ պայքարում էր այն դեմքի դեմ, ում պաշտպանում էր։ Այդ պահը կոտրեց նրան։ Ամեն ինչ, ինչի վրա կառուցել էր իր կյանքը, ամեն ինչ, ինչին հավատում էր, փլուզվեց մեկ պահում։ Երբ նա վեր կացավ գետնից, կույր էր։ Նա եկել էր Դամասկոս հպարտությամբ, վստահությամբ, համոզվածությամբ լցված։ Հիմա նա անօգնական էր։ Նրան ձեռքից բռնած տանում էին, ինչպես երեխային։ 3 օր նա նստած էր խավարում, առանց ուտելու, առանց խմելու, պարզապես սպասելով, պարզապես խորհելով։ Եվ ապա Աստված ուղարկեց մի մարդու, Անանիա անունով, որպեսի ձեռքերը դնի նրա վրա։ Այդ պահին Սավուղը դարձավ Պողոս, նրա հին անձը մեռավ, նրա հին առաքելությունը ջնջվեց, եւ այդ օրվանից նա այլևս չհետապնդեց քրիստոնյաներին, նա դարձավ նրանցից մեկը։ Մտածեք դրա մասին։ Սավուղը չէր փնտրում Աստծուն, նա չէր կասկածում իր ճանապարհին, նա չէր խորհում։ Նա գնում էր դեպի նոր բռնությունների, եւ այնուամենայնիվ Աստված ընդհատեց նրան։ Սա ապացույց է, որ Աստծո ողորմությունը ավելի մեծ է մեր սխալներից։ Մեզանից ոմանք մտածում են, որ պետք է լինենք ճիշտ տեղում, անենք ճիշտ բաներ, ճիշտ սրտով, նախքան Աստված խոսի մեզ հետ։ Բայց Պողոսի պատմությունը ապացուցում է, որ Աստված խոսում է նույնիսկ երբ մենք սխալ ճանապարհին ենք։ Ձեզանից ոմանք կարող են զգալ, որ չափազանց հեռու են։ Դուք կարող եք մտածել, ես շատ սխալներ եմ գործել, Աստված հիմա չի խոսի ինձ հետ։ Բայց Պողոսի պատմությունը ապացուցում է, որ Աստված չի սպասում, մինչև դուք ուղեք ինքներդ ձեզ, նախքան խոսելը։ Երբեմն նա հանդիպում է ձեզ հենց ձեր խառնաշփոթի մեջտեղում։ Սավուղն այնքան վստահ էր, որ կատարում է Աստծո կամքը, որ երբեք չի կանգ առել կասկածելու համար։ Նա երբեք չի դիտարկել այն հնարավորությունը, որ կարող էր սխալվել։ Եվ եթե Աստված չընդհատեր նրան, նա ամբողջ կյանքը կանցկացներ ճշմարտության դեմ պայքարելով։ Սա զգուշացում է մեզ բոլորիս։ Ինչ եթե ձեր կյանքում կա ինչ-որ բան, որ Աստված փորձում է ուղղել, բայց դուք չափազանց վստահ եք ձեր ճշմարտության մեջ, որպեսզի լսեք նրան։ Ինչ եթե դուք կարճած եք համազմունքներից, սովորություններից, ապրելակերպից, մտածելով, որ դա նորմալ է, բայց Աստված փորձում է գրավել ձեր ուշադրությունը, ամենադժվար ձայնը լսելու համար։ Այն, որը մարտահրավեր է նետում, այն ինչին արդեն հավատում եք, բայց երբեմն հենց այդպես է խոսում Աստված։ Սավուղը չէր պլանավորել հանդիպել Հիսուսին այդ օրը, բայց Աստված ընդհատեց նրա ճանապարհը։ Ինչ եթե Աստված փորձում է ընդհատել ինչ-որ բան ձեր կյանքում հենց հիմա, հարաբերություններ, որոնք օգուտ չեն բերում ձեզ, աշխատանք, որը չի մտնում նրա ծրագրի մեջ, ուղղություն, որով գնում եք, որին նա ձեզ չի կանչել։ Երբեմն Աստված խոսում է կանգնեցնելով ձեզ։ Գուցե դուռը փակվել է, գուցե գործերը չեն ստացվում, գուցե կա խոչընդոտ, որը չի շարժվում, որքան էլ փորձեք։ Ինչ եթե դա թշնամին չէ, ինչ եթե դա Աստված է։ Սավուղը կորցրեց ամեն ինչ, ինչի վրա կառուցել էր իր կյանքը՝ հեղինակություն, կարգավիճակ, անձնավորություն, բայց փոխարենը գտավ ճշմարտությունը։ Եվ երբ Աստված խոսում է ձեզ հետ, իսկապես խոսում է, երբեմն դա նշանակում է ինչ-որ բան թողնել հետևում։ Դա կարող է նշանակել փոխել ձեր մտածելակերպը։ Դա կարող է նշանակել հրաժարվել երազանքից, որ ունեցել եք։ Դա կարող է նշանակել խոնարհություն եւ ընդունել, որ սխալվել եք։ Բայց եթե Աստված կանչում է ձեզ դեպի ինչ-որ նոր բան, հավատացեք, որ այն, ինչ նա ունի ձեզ համար, ավելի լավ է, քան այն, ինչի համար կառչած եք։ Ինչ եթե դուք սխալ ճանապարհին եք եւ նույնիսկ չեք գիտակցում դա։ Ինչ եթե Աստված փորձում է ընդհատել ինչ-որ բան ձեր կյանքում հենց հիմա։ Գուցե սա ձեր Դամասկոսի ճանապարհի պահն է։ Գուցե Աստված կանչում է ձեզ անունով, փորձելով կանգնեցնել ձեզ նախքան ավելի հեռու գնալը սխալ ուղղությամբ։
Գուցե նա ասում է. «Ինչու ես պայքարում իմ դեմ»։ Եթե դա դուք եք, եթե զգում եք, որ Աստված հնարավոր է փորձում է գրավել ձեր ուշադրությունը, բայց չգիտեք, թե ինչպես պատասխանել, գրեք դրա մասին մեկնաբանություններում։ Որովհետև լավ լուրը այն է, որ նույնիսկ եթե սխալ ճանապարհին եք եղել, Աստված գիտի, թե ինչպես շրջել ձեզ։ Դաս 7. Աստված շարունակում է խոսել, նույնիսկ երբ թվում է, թե լռում է։ Կյանքում կան պահեր, երբ մենք հուսահատորեն կարիք ունենք լսել նրան, երբ աղաղակում ենք պատասխանների, առաջնորդության, թեթևության համար, իսկ պատասխանը թվում է միայն լռություն։ Այդ լռությունը կարող է անտանելի լինել, այն կարող է զգացվել որպես լքվածություն, բայց Հոբի պատմությունը ցույց է տալիս մեզ, որ եթե անմիջապես չենք լսում Աստծուն, դա չի նշանակում, որ նա կողքին չէ։ Հոբի կյանքը հաջողության օրինակ էր։ Նա ուներ հարստություն, ազդեցություն, մեծ ընտանիք եւ խոր հավատ Աստծո հանդեպ։ Եթե ինչ-որ մեկը նայեր նրա կյանքին, կասեր. Աստված նրա հետ է։ Բայց ապա ամեն ինչ փոխվեց։ Մեկ օրում նրա վրա փլուզվեց աղետ։ Գողերը գողացան նրա անասունները, կրակը երկնքից այրեց նրա դաշտերը, ծառայողները սպանվեցին, եւ ամենավատը տունը փլուզվեց, սպանելով նրա 10 երեխաներին։ Կարող եք պատկերացնել այդպիսի ավերածություն, կորցնել ամեն ինչ մի քանի ժամվա ընթացքում։ Շատերը հենց այդ ժամանակ կանից էին Աստծուն, բայց Հոբը չարեց դա։ Փոխարենը նա անկավ գետնին եւ ասաց. «Տերը տվեց, Տերը վերցրեց, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։ Այդ պահը կարող էր լինել փորձության ավարտը, բայց այդպես չէր։ Կարծես թե ամեն ինչ կորցնելը բավարար չէր։ Հոբին հարվածեցին ցավոտ խոցեր ամբողջ մարմնով, նա դարձավ անճանաչելի։ Նրա կինը, ով նույնքան տարապում էր, ասաց նրան. «Անիծիր Աստծուն եւ մերիր»։ Նրա ընկերները եկան այցելելու, բայց մխիթարության փոխարեն մեղադրեցին նրան. «Դու հավանաբար ինչ-որ բան սխալ ես արել, Աստված դա չէր թույլ տա անմեղ մարդու հետ»։ Եվ այդ ամենի մեջտեղում Հոբն ուներ մեկ հուսահատ խնդրանք. «Աստված, ուր ես»։ Անցան օրեր, հետո շաբաթներ, հետո ամիսներ, եւ ոչ մի պատասխան, ոչինչ։ Եղել եք երբևէ նման վայրում, աղոթել եք, աղաչել եք, խնդրել եք, բայց հանդիպել եք միայն լռության։ Երբ սգում էիք եւ խնդրում էիք Աստծուն մխիթարություն, բայց ցավը մնում էր։ Երբ հուսահատորեն կարիք ունեիք ճեղքման, բայց իրավիճակը չէր փոխվում։ Երբ ձեզ պատասխան էր պետք, բայց երկինքը թվում էր փակ։ Դա Հոբն էր։ Նա ոչ միայն տարապում էր, նա տարապում էր լռության մեջ։ Հոբի գրքի 37-րդ գլխի ընթացքում Աստված ոչ մի խոսք չի ասում։ Եվ Հոբը իր ցավի մեջ սկսում է բարդ հարցեր տալ. Աստված, ինչու ընդհանրապես ծնվեցի։ Ինչ արեցի, որ արժանի լինեմ դրան։ Ուր ես։ Նրա ընկերները վատ խորհուրդներ են տալիս։ Նրա կինը հանձնվում է, իսկ Աստված այդ ամբողջ ժամանակ լռում է։ Սա Աստծուն հետևելու ամենադժվար ճշմարտություններից մեկն է։ Երբեմն նա անմիջապես չի պատասխանում։ Երբեմն դուք աղաղակում եք, իսկ նա չի պատասխանում այնպես, ինչպես սպասում եք։ Բայց հենց այստեղ է ամեն ինչ փոխվում։ Ամբողջ սպասումից հետո, ամբողջ արդյունքներից հետո Աստված վերջապես խոսում է։ Բայց նա չի տալիս Հոբին այն պատասխանը, որին սպասում էր։ Նա չի բացատրում, թե ինչու է ամեն ինչ տեղի ունեցել։ Փոխարենը Աստված պատասխանում է իր ներկայությամբ։ Փոթորիկից Աստված ասում է. «Ուր էիր դու, երբ ես հիմք էի դնում երկրի»։ 4 գլուխների ընթացքում Աստված չի բացատրում։ Նա բացահայտում է ինքն իրեն։ Նա հիշեցնում է Հոբին, որ նա ավելի մեծ է տառապանքից, որ նա եղել է ցավից առաջ եւ կլինի ցավից հետո։ Եվ այդ պահին Հոբը վերջապես հասկանում է. «Ես քեզ լսել եմ ականջներով, բայց հիմա իմ աչքերը տեսնում են քեզ»։ Երբեմն Աստծո լռությունը ոչ թե մերժում է, այլ պատրաստություն։ Հոբը նախկինում լսել էր Աստծո մասին, բայց տառապանքի միջով անցնելուց հետո նա ավելի խոր հանդիպեց Աստծուն։ Նրա ցավը չհեռացրեց նրան Աստծուց, այն մոտեցրեց նրան։ Ինչ է դա նշանակում ձեզ համար։ Եթե զգում եք, որ Աստված լռում է, եթե սպասման շրջանում եք, եթե աղաղակում եք եւ չեք լսում պատասխան, մի հանձնվեք։ Աստված դեռ աշխատում է, նույնիսկ եթե դուք չեք տեսնում դա։ Գուցե նա սովորեցնում է ձեզ վստահել նրան զգացմունքներից դուրս։ Գուցե նա բացահայտում է ինչ-որ բան իր բնավորության մասին, ինչը դուք այլ կերպ չէիք հասկանա։ Գուցե նա պատրաստում է ձեզ ինչ-որ ավելի մեծ բանի համար, քան կարող եք պատկերացնել։ Վերջին հաշվով Հոբը ոչ միայն պատասխան ստացավ, նա ստացավ վերականգնում։ Աստված օրհնեց նրան կրկնակի ավելի, քան նախկինում ուներ։ Նրա վերջին օրերը ավելի լավը եղան, քան նախկինները։ Բայց իսկական օրհնությունը ոչ միայն վերականգնումն էր, այլ Աստծուն ճանաչելը, որովհետև նախկինում նա երբեք չէր ճանաչել նրան այդպես։ Եվ հիմա հարց ձեզ. ինչ եթե այն լռությունը, որն այժմ ապրում եք, ոչ թե Աստծո բացակայության նշան է, այլ պատրաստություն դեպի ավելի խոր բան։ Ինչ եթե ինչու չես խոսում Աստված հարցնելու փոխարեն, սկսեիք հարցնել.
ինչ է սովորեցնում ինձ այս լռության մեջ, որովհետև մի բան հաստատ է. Աստծո լռությունը երբեք պատմության ավարտը չէ։ Եթե դա արձագանքում է ձեզ մեջ, եթե եղել եք այնպիսի շրջանում, երբ զգացել եք, որ Աստված լռում է, գրեք դրա մասին մեկնաբանություններում, որովհետև ինչպես Հոբի դեպքում, երբեմն մեր ամենամեծ հանդիպումները Աստծո հետ գալիս են ամենաերկար լռությունից հետո։ 18. Որքան մոտ ես Աստծուն, այնքան ավելի պարզ է նրա ձայնը։ Աստծո ձայնը ճանաչելը ոչ թե բանաձևերի, ծիսակատարությունների կամ կռահումների մասին է, այլ հարաբերությունների մասին։ Եվ ոչ ոք ավելի լավ չի ցույց տվել դա, քան Հիսուսն ինքը։ Եթե պատմության մեջ որևէ մեկը միշտ գիտեր, թե ինչ է ասում Աստված, դա Հիսուսն էր։ Նա երբեք չի կասկածել, չի տատանվել։ Յուրաքանչյուր խոսք, որ ասում էր, յուրաքանչյուր գործողություն, որ կատարում էր, կատարյալ ներդաշնակության մեջ էր Հոր կամքի հետ։ Ինչպես։ Որովհետև Հիսուսը ոչ միայն երբեմն աղոթում էր։ Նա ոչ միայն դիմում էր Աստծուն, երբ առաջնորդություն էր պետք, նրա ողջ կյանքը Հոր հետ մշտական հաղորդակցություն էր։ Հովհաննես 12:49-ում Հիսուսն արեց անհավանական հայտարարություն, որովհետև ես խոսեցի ոչ թե իմ կողմից, այլ Հայրը, որ ուղարկեց ինձ, նա ինձ տվեց պատվիրան, ինչ ասել եւ ինչպես ասել։ Մտածեք դրա մասին։ Հիսուսի ասած յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր ուսմունքը, յուրաքանչյուր առակը, յուրաքանչյուր հանդիմանքը, ամեն ինչ ուղղակիորեն Հորից էր։ Նա ոչ միայն Աստծո համար էր խոսում, նա խոսում էր Աստծուց, որովհետև ապրում էր այնպիսի խոր մերձավորության մեջ Հոր հետ, որ նրա ձայնն ու Աստծո ձայնը մեկ էին։ Սա է, որ տարբերում է Հիսուսին պատմության բոլոր մարգարեներից, ուսուցիչներից եւ հոգեվոր առաջնորդներից։ Մյուսները երբեմն լսում էին Աստծուն, մյուսները ստանում էին աստվածային հայտնության պահեր, բայց Հիսուսն ապրում էր կատարյալ միության մեջ Աստծո հետ եւ ուստի միշտ գիտեր, թե ինչ է ասում Հայրը։ Ինչ է դա նշանակում մեզ համար։ Մեզանից շատերը ուզում են լսել Աստծո ձայնը, երբ առաջնորդություն է պետք, երբ կարևոր որոշում ենք կայացնում, երբ ճգնաժամի մեջ ենք, եւ ապա պատասխան ստանալուց հետո վերադառնում ենք մեր կյանքին առանց ամենօրյա որոնման։ Բայց Հիսուսը լսում էր Աստծուն ոչ թե այն պատճառով, որ աղոթում էր միայն կարևոր պահերին։ Նա լսում էր Աստծուն, որովհետև երբեք չէր դադարեցնում հաղորդակցությունը նրա հետ։ Եթե ուզում եք ավելի པարզ լսել Աստծուն, պետք է դադարեցնեք նրան վերաբերվել որպես վերջին րոպեի խորհրդատուի եւ սկսեք վերաբերվել նրան որպես ամենամոտ ընկերոջ։ Պատկերացրեք դա իրական կյանքում։ Դուք ունեք երկու ընկեր։ Մեկի հետ ամեն օր խոսում եք։ Դուք ճանաչում եք նրա ձայնը, նրա տոնը, նրա անհատականությունը։ Նույնիսկ եթե առանց ստորագրության հաղորդագրություն ուղարկի, անմիջապես կհասկանաք, թե ով է դա։ Հիմա պատկերացրեք մեկ ուրիշ ընկեր, որի հետ տարիներ շարունակ չեք խոսել։ Եթե հանկարծ զանգի, կարող եք տատանվել։ Մեկ վայրկյան կպահանջվի հասկանալու, թե ով է։ Գուցե ընդունեք նրան ուրիշի համար։ Նույնը Աստծո հետ է աշխատում։ Որքան շատ ժամանակ անցկացնեք նրա հետ, այնքան ավելի ծանոթ կդառնա նրա ձայնը։ Որքան քիչ ժամանակ անցկացնեք նրա հետ, այնքան ավելի անվստահ կլինեք, երբ նա խոսի։ Ինչպես զարգացնել Աստծո հետ մշտական հաղորդակցություն։ Առաջնահերթություն դարձրեք ամենօրյա ժամանակը նրա հետ։ Հիսուսը հաճախ հեռանում էր աղոթելու, ոչ թե թուլության պատճառով, այլ որովհետև կախված էր Հորից։ Նա աղոթում էր ոչ միայն երբ ինչ-որ բան էր պետք, նա աղոթում էր, որովհետև ուզում էր կապը։ Ղուկաս 5:16-ը ասում է. Հիսուսը հաճախ հեռանում էր մեկուսի վայրեր եւ աղոթում։ Ուշադրություն դարձրեք հաճախ բառին։ Դա հազվադեպ իրադարձություն չէր։ Դա այն բանը չէր, որ նա ժամանակ էր գտնում իր ժամանակացույցում։ Դա ապրելակերպ էր։ Եթե Աստծո որդին, Մեսիան, ում մոտ ամբողջ իմաստությունն ու ուժն էր, կարիք ուներ ժամանակի Հոր հետ մենակ, որքան ավելի է դա պետք մեզ։ Համապատասխանեցրեք ձեր սիրտը նրա խոսքին։ Հիսուսը ոչ միայն աղոթում էր, նա ապրում էր ըստ Սուրբ Գրքի։ Ամեն անգամ, երբ փորձության մեջ էր, ամեն անգամ, երբ պատասխանում էր փարիսեցիներին, ամեն անգամ, երբ ուսուցանում էր, նրա խոսքերը խորապես արմատավորված էին Աստծո խոսքում։ Մեզանից ոմանք դժվարանում են լսել Աստծո ձայնը, որովհետև չենք լցնում մեր սրտերը նրա ճշմարտությամբ։ Եթե ավելի շատ ժամանակ անցկացնեք մշակույթը, զվարճանքները եւ ուրիշների կարծիքները լսելով, քան Աստծո խոսքում, զարմանալի չէ, որ վստահ չեք նրա ձայնի մեջ։ Հիսուսը ճիշտ գիտեր, թե ինչ ասել ցանկացած իրավիճակում, ոչ թե կռահելով, այլ որովհետև լիովին ընկղված էր ճշմարտության մեջ։ Սովորեք ճանաչել, թե ինչպես է Աստված խոսում ձեզ հետ։ Հիսուսը ճանաչում էր Հոր ձայնը, որովհետև անցկացրել էր հավերժություն նրա հետ, բայց մեզ ժամանակ է պետք հասկանալու, թե ինչպես է Աստված խոսում։ Ոմանք լսում են նրան աղոթքում, ոմանք զգում են խոր համոզմունք հոգում, ոմանք լսում են Աստծուն Սուրբ Գրքի միջոցով, իսկ ոմանք զգում են նրա առաջնորդությունը հանգամանքների միջոցով։ Գլխավորն այն է սովորել ճանաչել օրինաչափությունները։ Եղել է պահ, երբ Աստված խոսել է ձեզ հետ այնպես, որ անհերքելի է եղել։ Ուշադրություն դարձրեք դրան։ Խոսում է նա ձեզ հետ երազներով, խոր ներքին խաղաղությամբ, իմաստուն խորհրդով, սովորեք, թե ինչպես է խոսել անցյալում, եւ կսկսեք ավելի արագ ճանաչել նրան ապագայում։ Կիրառեք հնազանդություն։
Հիսուսը այդքան པարզ լսում էր հորը, որովհետև երբեք չի դիմադրել նրան, նա չի տատանվել, չի վիճել։ Նրա պատասխանը միշտ անմիջապես վստահություն էր։ Մեզանից ոմանք դժվարանում են լսել Աստծո ձայնը, որովհետև վերջին անգամ, երբ նա խոսել է, մենք անտեսել ենք նրան։ Եթե Աստված խնդրել է ձեզ ինչ-որ բան անել, իսկ դուք հեռացել եք, ինչու պետք է նոր խոսք տա, եթե չեք հետևել վերջինին։ Հովհաննես 14:23-ը ասում է. «Ով սիրում է ինձ կպահի իմ խոսքը, եւ իմ Հայրը կսիրի նրան, եւ մենք կգանք նրա մոտ եւ կբնակվենք նրա մոտ»։ Հնազանդությունը բերում է պարզություն։ Որքան ավելի շատ եք հնազանդվում, այնքան ավելի շատ եք լսում։ Մնացեք կապի մեջ, նույնիսկ երբ չեք ուզում։ Հիսուսը երբեք չի թույլ տվել շեղումներին հեռացնել իրեն հորից։ Բայց քանի անգամ մենք օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնում ենք առանց իսկապես փնտրելու Աստծուն, իսկ հետո երբ պատասխան է պետք, սպասում ենք անմիջապես լսել նրան։ Աստծուն լսելը մեկանգամյա իրադարձություն չէ, դա հարաբերություն է։ Եթե Աստծո հետ խոսում եք միայն երբ ինչ-որ բան է պետք, դա հարաբերություն չէ, դա գործարք է։ Բայց եթե ամեն օր մնում եք կապի մեջ, նույնիսկ երբ չեք ուզում, նույնիսկ երբ պատասխան չի պետք, ապա նրա ձայնը կդառնա ավելի ու ավելի պարզ։ Հիսուսը երբեք չի շփոթվել, թե ինչ է ասում Աստված, որովհետև միշտ հաղորդակցության մեջ էր նրա հետ, եւ դեպի սա պետք է ձգտենք մենք։ Եվ հիմա ձեզ, ինչ եթե պատճառը, որ դժվարանում եք լսել Աստծո ձայնը, ոչ թե այն է, որ նա չի խոսում, այլ այն, որ բավարար ժամանակ չեք անցկացրել նրա հետ, ճանաչելու նրան։ Ինչ եթե նշանների եւ հաստատումների հետևից վազելու փոխարեն նվիրվեիք ամենօրյա մերձավորությանը նրա հետ, որովհետև երբ դա անում եք, կհասկանաք, որ Աստծուն լսելը ոչ թե ավելի ուժեղ փորձելու մասին է, այլ ավելի մոտ լինելու մասին։ Եթե այս падգամը խոսում է ձեզ հետ, գրեք մեկնաբանություններում։ Մեզ պետք են հավատացյալներ, ովքեր ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում են լսում Աստծո ձայնը, այլ ապրում են այնպես մոտ նրա հետ, որ նրա ձայնը դառնում է երկրորդ բնույթ։ Դաս 9։ Աստծո ձայնը հաճախ կանչում է հավատքով քայլ անել, նույնիսկ եթե դա իմաստ չունի։ Երբ Աստված խոսում է, դա միշտ չէ որ հարմարավետ է, միշտ չէ որ տրամաբանական է։ Երբեմն դա պահանջում է թողնել ամեն ծանոթը եւ լիովին վստահել նրան։ Ոչ ոք ավելի լավ չի հասկացել դա, քան Աբրահամը։ Պատկերացրեք, մի օր արթնանում եք եւ Աստված ասում է ձեզ թողնել ամեն ինչ՝ ձեր տունը, ընտանիքը, անվտանգությունը, ամեն ինչ, ինչ երբևէ ճանաչել եք, եւ գնալ ուր։ Դեպի այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։ Ոչ մի մանրամասնություն, ոչ մի ծրագիր, միայն հրաման, գնալ հավատքով։ Սա Աբրահամի իրականությունն էր։ Այն ժամանակ նա կոչվում էր Աբրամ, ապրում էր Քալդեացիների Ուրում, Բարգավաճ քաղաքում։ Նա ուներ հարստություն, կայունություն, կանխատեսելի կյանք։ Եվ հանկարծ Աստծո ձայնը ներխուժեց նրա աշխարհ եւ փոխեց ամեն ինչ։ Գնա քո երկրից, քո ազգից եւ քո հորտնից դեպի այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։ Կանգ առեք մի վայրկյան։ Պատկերացրեք, որ այսօր լսում եք այդ խոսքերը։ Պատկերացրեք, որ Աստված ասում է ձեզ հավաքվել եւ տեղափոխվել, բայց չի ասում ուր։ Պատկերացրեք, թե ինչպես եք փորձում բացատրել դա ձեր ընտանիքին եւ ընկերներին։ Ես գնում եմ։ Ուր։ Չգիտեմ։ Աստված կցույց տա։ Նման հավատքը մարդկային տերմիններով իմաստ չունի, եւ այնուամենայնիվ Աբրահամը հնազանդվեց։ Հավատքով Աբրահամը հնազանդվեց կոչին գնալ այն երկիրը, որ պիտի ստանար ժառանգությամբ, եւ գնաց առանց իմանալու, թե ուր է գնում։ Սա առաջին բաներից մեկն է, որ սովորում ենք Աստծո ձայնը ճանաչելու մասին։ Նա հաճախ պահանջում է շարժում, նախքան հասկանալը։ Մեզանից ոմանք ուզում են նախապես իմանալ բոլոր մանրամասները։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես է ամեն ինչ ստացվելու։ Մենք ուզում ենք տեսնել ամբողջ ծրագիրը, նախքան առաջին քայլը անելը։ Բայց Աստված հազվադեպ է այդպես աշխատում։ Նա կանչում է ձեզ առաջինը քայլ անել, եւ ապա ճանապարհին բացահայտում է մանրամասները։ Բայց Աբրահամի պատմությունը այստեղ չի ավարտվում։ Տարիներ անց Աստծո ձայնին հետևելուց հետո, հրաշք առ հրաշքից հետո, երբ վերջապես ստացավ այն որդուն, որին սպասում էր, Աստված կրկին խոսեց։ Եվ այս անգամ հրամանը ավելի դժվար էր։ Վերցրու քո որդուն, քո միակը, որին սիրում ես, Իսահակին, եւ գնա Մորիա երկիրը, եւ այնտեղ մատուցիր նրան որպես ողջակից զոհ, մեկ այն լեռներից, որի մասին կասեմ քեզ։ Մտածեք դրա մասին։ Սա խոստման որդին էր, որդին, որին Աբրահամն ու Սառան սպասել էին տասնամյակներ, որդին, որի միջոցով Աստված ասել էր, որ մեծ ժողովուրդ կստեղծի։ Եվ հիմա Աստված ասում է Աբրահամին մատուցել նրան զոհ։ Դա իմաստ չուներ, բայց Աբրահամը հնազանդվեց։ Հաջորդ առավոտյան նա վեր կացավ եւ գնաց առանց վեճի, առանց հետաձգման, առանց Աստծո հետ պայմանավորվելու։ Ինչու՞։ Որովհետև Աբրահամը սովորել էր ինչ-որ բան Աստծո ձայնի մասին։ Երբ Աստված խոսում է, կարող ես վստահել նրան, նույնիսկ եթե չես հասկանում։ Աբրահամը չգիտեր, թե ինչպես է ավարտվելու։ Նա երաշխիք չուներ, որ Աստված կկանգնեցնի նրան վերջին վայրկյանին։ Բայց նա հավատք ուներ, որ Աստված բարի է։ Նա հավատք ուներ, որ Աստված միշտ կատարում է իր խոստումները։ Եվ այդ հավատքը տվեց նրան վստահություն, հնազանդվելու նույնիսկ երբ ոչինչ իմաստ չուներ։ Մենք գիտենք, թե ինչպես է ավարտվում պատմությունը։ Երբ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, Աստված միջամտեց։ Մորենիներում հայտնվեց Խոյը։
Փորձությունը ավարտվեց, եւ Աբ รา համի հավատքը ապացուցվեց։ Բայց ավելի խորն այն է, որ Աբ รา համը այդ վայրը անվանեց Եհովա իրե, Տերը կտեսնի։ Նա չանվանեց այն Տերը փորձեց ինձ կամ իմ տարապանքի լերը։ Նա անվանեց այն Տերը կտեսնի, որովհետև հետ նայելով նա տեսավ այն, ինչ մենք հաճախ բաց ենք թողնում փորձության մեջտեղում։ Աստծո մոտ ծրագիր կար ամբողջ ժամանակ։ Սա այն է, ինչ պետք է հիշենք։ Գուցե Աստված խնդրում է ձեզ հավատքով քայլ անել։ Գուցե նա առաջնորդում է ձեզ անհայտի մեջ։ Գուցե նա փորձում է ձեր վստահությունը։ Եվ գուցե հիմա ոչինչ իմաստ չունի։ Բայց Աբ รา համի պատմությունը սովորեցնում է մեզ, որ Աստված երբեք չի կանչում ձեզ դեպի ինչ-որ բան առանց նպատակի։ Երբ նա կանչում է ձեզ քայլ անել, դա ձեր բարօրության համար է։ Երբ փորձում է ձեր հավատքը, դա ձեզ ավելի ուժեղ դարձնելու համար է։ Երբ խնդրում է ձեր հնազանդությունը, դա որովհետև նրա մոտ ավելի մեծ բան կա այդ կողմում։ Ինչպես վստահել Աստծո ձայնին, նույնիսկ երբ իմաստ չունի։ Հիշեք, որ Աստված տեսնում է այն, ինչ դուք չեք տեսնում։ Աբ รา համը չգիտեր, որ խոյն արդեն սպասում էր մորենիներում։ Նա չտեսավ ապահովումը նախապես, բայց Աստված տեսավ։ Աստծո մոտ արդեն լուծում կար նախքան փորձության սկիզբը։ Ինչ եթե այն ինչից վախենում եք հիմա, այն ինչ չեք հասկանում, արդեն ունի պատասխան, որ սպասում է ձեզ, բայց դուք դեռ չեք տեսնում այն։ Հիշեցրեք ինքներդ ձեզ Աստծո հավատարմության մասին։ Աբ รา համը կարողացավ վստահել Աստծուն, որովհետև ուներ պատմություն նրա հետ։ Նա տեսել էր, թե ինչպես է Աստված կատարում իր խոստումը։ Նա տեսել էր անհնարինը, երբ Սառան ծերության մեջ որդի ծնեց։ Մեզանից ոմանք դժվարանում են վստահել Աստծո ձայնին, որովհետև մոռանում ենք, թե ինչ է նա արդեն արել։ Մտածեք, արդյոք Աստված նախթինում առաջնորդել է ձեզ, ապահովել է ձեզ, ասել է ինչ-որ բան, որ հետ նայելով հիմա տեսնում եք, որ հենց դա էր ձեզ պետք։ Եթե նա հավատարիմ էր այն ժամանակ, հավատարիմ կլինի նաև հիմա։ Պատրաստ եղեք շարժվել առանց բոլոր պատասխանները ունենալու։ Ձեզանից ոմանք սպասում են ավելի շատ հաստատման, ավելի շատ մանրամասների, ավելի շատ անվտանգության։ Բայց Աստված սպասում է, որ դուք առաջին քայլը կանեք։ Գուցե նա կանչում է ձեզ թողնել ինչ-որ բան հետևում։ Գուցե խնդրում է անել ինչ-որ ռիսկային բան։ Գուցե ձգում է ձեր հավատքը այն սահմաններից դուրս, որոնք հարմարավետ են թվում։ Շարժվեք, նույնիսկ եթե չեք տեսնում ամբողջ պատկերը, որովհետև Աբ รา համի հնազանդությունը օրհնեց ոչ միայն նրան, այլև սերունդներին։ Ձեր հավատքն այսօր կառուցում է ինչ-որ բան ձեր ապագայի համար։ Եվ հիմա վերադառնանք ձեզ։ Ինչ եթե Աստված կանչում է ձեզ հավատքով քայլ անել, բայց դուք դանդաղում եք, որովհետև դա իմաստ չունի։ Ինչ եթե նա խնդրում է ձեր վստահությունը, իսկ դուք կարճած եք, որովհետև չեք տեսնում ամբողջ պատկերը։ Ինչ եթե ինչպես Աբ รา համի դեպքում ձեր ամենամեծ օրհնությունը սպասում է ձեր հնազանդության մյուս կողմում։ Եթե դա խոսում է ձեզ հետ, գրեք մեկնաբանություններում, որովհետև հավատքը ոչ թե ամեն ինչ հասկանալու մասին է, այլ վստահել, որ երբ Աստված խոսում է, նրա մոտ միշտ ծրագիր կա։ 10-10 Աստծո ձայնը հաճախ ընդհատում է մեր ծրագրերը, բայց միշտ առաջնորդում է դեպի ավելի մեծ բան։ Երբ Աստված խոսում է, դա հազվադեպ է լինում հարմար ժամանակ։ Դա հազվադեպ է տեղավորվում այն կյանքի մեջ, որ մենք ինքներս մեզ համար պլանավորել ենք։ Բայց եթե պատասխանում ենք հավատքով, այլ ոչ թե վախով, ապա այն, ինչին նա մեզ կանչում է, միշտ շատ ավելի մեծ կլինի, քան կարող ենք պատկերացնել։ Սուրբ գրքում ոչ ոք ավելի լավ չի հասկացել դա, քան Հիսուսի մայրը Մարիամը։ Մարիամի կյանքը պարզ էր, նա երիտասարդ հրյա աղջիկ էր Նազարեթից, նշանված Հովսեփի հետ։ Նա ոչ թագուհի էր, ոչ քահանա, ոչ էլ մեծ ճակատագիր էր փնտրում։ Նա պարզապես ապրում էր իր կյանքով, եւ հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Մի օր նրան հայտնվեց հրեշտակը եւ արտասանեց խոսքեր, որոնք փոխեցին մարդկային պատմությունը։ Ուրախացիր, շնորհալի, Տերը քեզ հետ է։ Մարիամը երբեք առաջ հրեշտակ չէր տեսել։ Նա չէր սպասում աստվածային հանդիպման։ Աստվածաշունչը ասում է, որ նա խռովվեց։ Ինչու՞։ Որովհետև երբ Աստված խոսում է, դա հաճախ խախտում է մեր սպասումները։ Նա պլանավորել էր իր կյանքը, ամուսնանալ Հովսեփի հետ, վարել սովորական կյանք, ինչպես իր գյուղի ցանկացած կին, բայց ապա եկավ Աստծո ձայնը, կանչելով նրան դեպի ինչ-որ բան, որ գերազանցում էր իր երևակայությունը։ Հրեշտակը շարունակեց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև գտել ես շնորհ Աստծո մոտ, եւ ահա կհղանաս եւ որդի կծնես, եւ կանվանես նրան Հիսուս»։ Պատկերացրեք ինքներդ ձեզ Մարիամի տեղում այդ պահին։ Դուք կույս եք, նշանված եք, եւ հիմա հրեշտակը ասում է, որ շուտով հղի կլինեք։ Դա ոչ միայն խառնաշփոթեցնող էր, այլ կյանքը փոխող։ Նրա մշակույթում ամուսնությունից դուրս հղիությունը կարող էր կործանել նրա հեղինակությունը, արժենալ ամեն ինչ, նույնիսկ վտանգել նրա կյանքը։ Նա բավարար պատճառներ ուներ խուճապի, հարցերի, դիմադրության համար, բայց փոխարենը նա տվեց մեկ պարզ հարց. ինչպես կլինի դա, երբ ես ամուսին չգիտեմ։ Նա չհարցրեց վստահես, չասաց կարող ես ընտրել մեկ ուրիշին։
Նա պարզապես հարցրեց ինչպես, ոչ կասկածից, այլ հասկանալու ցանկությունից։ Հրեշտակը բացատրեց. Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ Բարձրյալի զորությունը կհովանի քեզ, ուստի ծնվողը Սուրբ կկոչվի Աստծո որդի։ Եվ ապա որպեսզի հանգստացնի նրան, նշեց նրա հարազատ Եղիսաբեթին, ով հեռու էր երեխա ունենալու տարիքից, բայց հրաշալի կերպով հղի էր, որովհետև Աստծու մոտ ոչ մի խոսք անհնարին չէ։ Սա որոշման պահ էր Մարիամի համար։ Նա կարող էր դիմադրել, վիճել, անհանգստանալ, թե ինչ կմտածեն մարդիկ, բայց փոխարենը նա տվեց Սուրբ Գրքի ամենահզոր հավատքի հայտարարություններից մեկը. «Ահա Տիրոջ աղախինը, թող ինձ լինի քո խոսքի համաձայն, առանց տատանման, առանց արդարացումների, պասապես վստահություն»։ Մարիամը լիովին չէր հասկանում, թե ինչ է դա նշանակելու իր կյանքի համար։ Նա բոլոր պատասխանները չուներ, բայց գիտեր, թե ով է խոսում, եւ դա բավարար էր։ Ինչպես պատասխանել հավատքով, երբ Աստված ասում է. «Դադարեցրեք սպասել, մինչև ամեն ինչ հասկանաք, նախքան հնազանդվելը»։ Մարիամը չգիտեր բոլոր մանրամասները, նա չխնդրեց լիակատար բացատրություն, նա պարզապես ասաց. «Այո»։ Մեզանից ոմանք դանդաղում են, որովհետև ուզում են նախապես իմանալ բոլոր պատասխանները։ Մենք ուզում ենք, որ Աստված ցույց տա մեզ ամբողջ ծրագիրը, նախքան առաջին քայլը անելը։ Բայց հավատքը նշանակում է վստահել, որ նույնիսկ եթե չենք տեսնում ամբողջ պատկերը, Աստված տեսնում է։ Կենտրոնացեք այն, ում վրա ով կանչում է ձեզ, այլ ոչ թե այն, ինչին կանչում է։ Մարիամի վստահությունը գալիս էր ոչ թե իր սեփական կարողություններից, այլ այն ումից, ով խոսում էր նրա հետ։ Նա գիտեր, որ դա ոչ թե պատահական գաղափար էր, այլ Աստծո խոսքն էր։ Եվ երբ գիտեք, թե ով է կանչում ձեզ, չպետք է վախենաք անհայտից, թողեք վախը։ Մարիամը շատ պատճառներ ուներ վախենալու, բայց հրեշտակի առաջին խոսքերը նրան՝ «Մի վախեցիր»։ Վախը միշտ կփորձի պահել ձեզ Աստծուն այո ասելուց։ Ձախողման վախը, մարդկանց կարծիքի վախը, անհայտի վախը։ Բայց հավատքն ու վախը չեն կարող միասին գոյակցել, դուք պետք է ընտրեք մեկը։ Շրջապատեք ձեզ այն մարդկանցով, ովքեր ամրացնում են ձեր հավատքը։ Մարիամի այոից հետո նա գնաց այցելելու իր հարազատ Եղիսաբեթին։ Եվ հենց որ եկավ, Եղիսաբեթը հաստատեց այն, ինչ ասել էր Աստված։ Երանի նրան, ով հավատաց, որ կկատարվի Տիրոջից ասվածը։ Պատկերացրեք, թե ինչպես է դա ոգևորել Մարիամին։ Նա խենթ չէր, մենակ չէր։ Աստված արդեն աշխատում էր եւ օգտագործում էր Եղիսաբեթին, հաստատելու եւ ամրացնելու նրա հավատքը։ Մեզանից ոմանք դժվարանում են վստահել Աստծուն, որովհետև շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր սնուցում են մեր կասկածները, այլ ոչ թե հավատքը։ Եթե Աստված ձեզ ինչ-որ բան է ասել, մտադիր եղեք, թե ում հետ եք կիսվում դրանով։ Հիշեք, որ Աստծո ծրագրերը միշտ ավելի մեծ են մեր սեփականներից։ Մարիամը կարող էր ասել ոչ, նա կարող էր կառչել իր փոքր կանխատեսելի կյանքից, բայց այո ասելով դարձավ մարդկային պատմության ամենամեծ պատմության մասը։ Ինչ եթե այնինչ Աստված կանչում է ձեզ հենց հիմա, այնինչ անհարմար, անորոշ կամ նույնիսկ անհնարին է թվում, իրականում դուռ է դեպի շատ ավելի մեծ բան, քան կարող եք պատկերացնել։ Եվ հիմա վերադառնանք ձեզ։ Ինչ եթե դիմադրության փոխարեն պարզապես պատասխանեք, ինչպես Մարիամը. «Ահա Տիրոջ աղախինը, թող ինձ լինի քո խոսքի համաձայն»։ Ինչ եթե վախի փոխարեն ընտրեք հավատքը։ Ինչ եթե հարցերի փոխարեն պարզապես վստահեք։ Որովհետև երբ Աստված խոսում է, դա ոչ թե ձեր ծրագրերը կործանելու համար է, այլ ձեզ հրավիրելու դեպի ավելի մեծ բան։ Եթե դա արձագանքում է ձեզ մեջ, գրեք մեկնաբանություններում, որովհետև ինչպես Մարիամը, դուք կարող եք չիմանալ, թե ինչպես է դա տեղի ունենալու, բայց եթե ասեք այո, կտեսնեք, որ Աստծո մոտ ոչինչ անհնարին չէ։ Ամենակարևոր դասը՝ Աստծուն լսելը ձեզ համար է։ Մենք տեսանք, թե ինչպես Սամուելը, Մովսեսը, Եղիան, Գեդեոնը, երիտասարդ Մարգարեն, Պողոսը, Հոբը, Աբրահամը, Մարիամը եւ Հիսուսը տարբեր ձևերով լսեցին Աստծուն։ Յուրաքանչյուր փորձառությունը եզակի էր, բայց սկզբունքները մնում են անփոփոխ։ Հիմա հարցն այն է, ինչպես կիրառել այս դասերը ձեր սեփական կյանքում։ Գուցե դուք ծարավ եք լսել Աստծուն, բայց զգում եք անվստահություն։ Գուցե հարցնում եք. սա իսկապես նա է, թե պարզապես իմ մտքերն են։ Գուցե նախկինում հավատքով քայլ եք արել, բայց հետո կասկածել եք ինքներդ ձեզ։ Եթե դա դուք եք, մենակ չեք։ Լավ լուրը Աստված այսօր էլ խոսում է, եւ նա ուզում է, որ դուք լսեք նրան։ Գլխավորն այն է՝ սովորել ճանաչել եւ հաստատել նրա ձայնը։